Դուք նշեցիք, որ հզորացնենք ամբուլատորիաների գործունեությունը, այսօր բոլորիս գիտենք, որ ամբուլատորիաներում արդեն իսկ ձեր ընտանեկան բժշկի մոտ գնալու համար պետք է օնլայն գրանցվես, իսկ երբ թե նա որ հերթի արդեն կլինի, այսպես ասած, այնուհետ նոր կկարողանաս այդ հերթերը հաղթահարելով ձեր բժշկի մոտ մտնել, սակայն բոլորս գիտենք, որ շտապ դեպքերում ոչ մեկ չի սպասելու որպեսզի գնա իր բժշկի մոտ, գրանցվի, այնուհետ իրեն բժիշկը իրեն ուղղորդի այն մասնագետի մոտ, թե ում մոտ որ ինքը պիտի գնա։ Եվ անձը ստիպված պիտի լինի իր միջոցներով կրկին դիմել հիվանդանոցներին։ Այս դեպքում այս պարտադիր ապահովագրությունը ինչ կերպ պիտի անձի նկատմամբ իրականացվի։ Ոչ մի կերպ, որովհետև իսկ կոռուպցիոն ռիսկերը լարկա չեն ես ասացի, որ խնդիրը այնտեղ է, որտեղ որ բազմաթիվ հարցեր կան, իսկ ապահովագրության մասին օրենքը բազմաթիվ հարցեր է թողնում, ոչ թե պատասխաններ է տալիս։ Այո, կոռուպցիոն ռիսկերը ավելի շատ են այս նախագծի մեջ, քան օրինակ մնացած այլ նախագծերի մեջ։ Եվ այս պարագայում պացիենտը այո պետք է իր գրպանից վճարի, շատ տարբեր դեպքերում դուք տեսնելու եք, որ պացիենտը իր գրպանից վճարում է, որովհետև ինչպես առողջապահության նախարարը օրինակ իր հարցազրույցներից մեկի ժամանակ օրինակ բերեց, որ մարդը կարա կոնքազդրային հոդը կոտրի եւ իրան ասեն 4 ամիս հետո կվիրահատենք, իսկ 4 ամսում տրոմբոեմբոլիայից մարդը կմահանա։ 1 Ինչ բառեր է օգտագործում։ Այո, լավ, ժողովրդական լեզվով ասեմ, տրոմբը կթռնի, թոքային զարկերակը կփակի։ Այդ ինձ ասա, բոլորը հասկացան։ Մարդը կմահանա, 4 ամսվա ընթացքում այդ պացիենտի հարազատները մեծ գումար կծախսեն, որպեսզի այդ պացիենտին խնամեն, որովհետև ինքը ունակ չի լինելու տեղաշարժվելու, իր կարիքները հոգալու։ Եվ պացիենտները եւ պացիենտի հարազատները իհարկե շատ դեպքերում նախընտրելու են սեփական գրպանից վճարել, որպեսզի պացիենտը վիրահատվի։ Մենք տեսնելու ենք այդպիսի բաներ եւ այդ երևույթները մենք տեսնելու ենք ոչ թե նրա համար, որ ամբողջ աշխարհում այդպես է, այլ նրա համար, որովհետեւ մեր երկրում առողջության ապահովագրությունը ներդրվեց ընտրությունների տարում որպես քաղաքական կոռուպցիայի դրսևորում եւ ներդրվեց, որպեսզի մեր կառավարությունը կարողանա $110 միլիոն գումար ստանա համաշխարհային բանկից, որը որ հաստատվել էր 2024 թվականի հունիսին, բայց տրամադրվելու էր գործը անելուց հետո։ Ուստի եթե 26 թվականին չներդնեին դա, 26 թվականին 21-ից 26 ծրագրի համար այդ վարկը իրենք չէին ստանա։ Դա է պատճառը, որ մենք ունենք նման խնդիրներ առողջության ապահովագրության ոլորտում։ Ունենք սոցիալական արդարության բացակայություն, որ ավելի կարիքավոր մարդիկ, մինչև 200,000 դրամ ստացող մարդիկ չեն ապահովագրվել, բայց ավելի հնարավորություններով մարդիկ, 200,000 պլյուս ստացող մարդիկ ապահովագրվել են։ Սոցիալական անարդարությունը այդտեղ միայն չի դրսևորվում։ Դրսևորվում է նաև, որ 1 միլիոն ստացող մարդը նույն 10,800 դրամն է վճարում, ինչը որ 210,000 դրամ ստացող մարդը։ Այսինքն աշխարհում նման բան չկա, աշխարհում տոկոսով են, աշխատավարձից տոկոսով են ապահովագրում, ոչ թե ֆիքսված գումարով։ Եվ եթե մեր հասարակությունը դա ընդունում է, այո, թող ընդունի, բայց մեր պարտականությունն է մեր խղճի հանգստության համար եւ գլուխը հանգիստ բարձին դնելու համար տեղեկացնել թե փորձագետներին, թե քաղաքական ուժերին եւ թե հասարակությանը, որ այո կա նման խնդիր ու այո դա սխալ է։